Բարև ձեզ, AMG News տեղեկատվական հաղորդման ժամն է։ Ստուդիայում ձեզ համար աշխատում է Կարինե Կեպենյանը։ Օրվա իրադարձությունները եւ դեպքերը ամբողջությամբ եւ անկեղծորեն մեր հավատարիմ ակննդիրների համար։ Ամենակարևորները նախ համառոտ տեսաշարով։ Կալիֆոռնիայում պայքարում են երաշտի դեմ։ Բեռնանավի վրա 2 ամերիկացիներ են զոհվել։ Դատապարտյալներին տեղափոխող ավտոբուսը վթարվել է։ Աղջիկներն իրար են ծեծել Երևանի կարաոկեում։ Ուկրաինայում իսկական պատերազմ է։ Իսկ այժմ մանրամասն։ Կալիֆոռնիայի իշխանությունները տարածաշրջանում ռեկորդային երաշտի դեմ ծրագիր են մշակել, որը իրականացնելու համար կպահանջվի $687 միլիոն։ Առաջարկությունը հրապարակել է նահանգապետ Ջերի Բրաունը։ Գումարի մեծ մասը $549 միլիոն ծրագրվում է ծախսել ջրային ռեսուրսների պահպանման եւ ջրի կրկնակի օգտագործման համար։ $25.3 միլիոն հատկացվելու է երաշտից տուժած շրջանների օգնությանը։ Իշխանությունները ծրագրում են նաեւ խստացնել պատիժը ապօրինի ջրաբաշխիչ կառույցների համար։ Օրինագիծը մշակվել է դեմոկրատների կողմից, հանրապետականները այլընտրանքային նախագիծը ներկայացնելու են առաջիկայում։ Նրանք մասնավորապես նշում են, որ ֆերմերներին ավելի շատ ջրամբարներ են հարկավոր։ Կալիֆոռնիան, որ ապահովում է երկրի գյուղատնտեսական ապրանքների մոտ կեսը, վերջին երաշտից զգալի վնասներ է կրել։ Ֆերմերները ստիպված են վաճառել անասուններին եւ հրաժարվել ցանքսից, եթե ջրի պակասուրդը շարունակվի։ Սպիտակ տունը զգուշացրել է ամերիկյան եւ արտերկրի ավիաընկերություններին, որ մեծ է օդանավերում ռումբերի պայթեցման հնարավորությունը, որոնք թաքցված են լինելու մարդկանց կոշիկների մեջ։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ Ներքին անվտանգության նախարարության տվյալներով առավել մեծ է նման ահաբեկչությունների իրականացումը Միացյալ Նահանգներ ուղևորվող միջազգային չվերթների ժամանակ։ Վաշինգտոնը խնդրել է ավիափոխադրողներին ավելի մեծ ուշադրություն դարձնել հագուստի այդ մասի ստուգմանը։ Վերջին մի քանի շաբաթների ընթացքում սա երկրորդ նախազգուշացումն է։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սոչիի խաղերից առաջ ահաբեկիչները կարող են պայթեցնել օդանավերը պայթուցիկը պահելով ատամի մածուկի մեջ։ Միացյալ Նահանգների ազգային անվտանգության նախարարությունը հայտարարել է տվյալների բազայի ստեղծման մրցույթ, որը թույլ կտա հետևել երկրում գրանցված բոլոր ավտոմեքենաների երթևեկությանը։ Յուրաքանչյուր ավտոմեքենայի գործը իր մեջ կներառի տրանսպորտային միջոցի լուսանկարը, դրա գրանցման համարը եւ այլ տվյալներ։ Փողոցներում տեղակայված սարքերի միջոցով էմիգրացիոն եւ մաքսային ծառայության փորձագետները կարող են օպերատիվ կերպով պարզել ենթադրյալ իրավախախտի գտնվելու վայրը։ Նախարարությունը մտադիր է այդ համակարգը գործարկել անօրինական ներգաղթյալներին հետևելու համար։ Գերատեսչությունում հավաստիացնում են, որ բազան հասանելի կլինի միայն քրեական հետաքննությունների շրջանակներում։ Իրավապաշտպանները մտավախություն ունեն, որ տվյալների բազան կարող է օգտագործվել լրտեսելու համար հասարակ քաղաքացիներին։ Օբաման մասնակցել է 3 երկրների գագաթնաժողովին։ Դիտենք մանրամասները։ Ladies and gentlemen, with us now the President of the United Mexican States, Mr. Enrique Peña Nieto, the President of the United States of America, His Excellency Mr. Barack Obama, and the Prime Minister of Canada, His Excellency Mr. Stephen Harper. Միացյալ Նահանգների նախագահ Բարակ Օբաման կողմ է արտահայտվել տրանսխաղաղօվկիանոսյան գործընկերության շրջանակներում բանակցային գործընթացի արագացմանը։ Օբաման գտնվում է մեքսիկական Թլուկա քաղաքում, որտեղ հանդիպել է Մեքսիկայի նախագահ Էնրիկե Փենյա Նիետոյի եւ Կանադայի վարչապետ Ստեֆեն Հարփերի հետ։ Նա նշել է, որ նախագծի միջոցով հնարավոր է բարձրացնել Հյուսիսային Ամերիկայի երկրների համագործակցության արդյունավետությունը։ Գագաթնաժողովին Բարակ Օբաման ընդգծել է, թե Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը ամենաարագ զարգացող շրջաններից է եւ պետք է ավելացնել համագործակցության մակարդակը։ Մենք նաեւ կողմ ենք, որ մեր 3 երկրների միջև եռակողմ համագործակցությունն ավելի արդյունավետ լինի, նշել է Օբաման։ Համատեղ ասուլիսում Բարակ Օբաման նաև խստորեն քննադատել է Ռուսաստանին Սիրիայում եւ Ուկրաինայում նրա վարած քաղաքականության համար, նախազգուշացրել է ուկրաինացի զինվորականներին, որ բանակի միջամտության դեպքում խնդիրներ կունենան։
Թելուկայի գագաթնաժողովում 3 երկրների նախագահները քննարկելու են առևտրատնտեսական կապերը եւ հետագա զարգացման հնարավորությունները, նաեւ գիտության, տեխնոլոգիաների, կրթության, անվտանգության ապահովման ոլորտներում առաջիկա համատեղ քայլերը։ And so as Canadians, Mexicans and Americans, we need to look for ways to work together and to look forward. Thank you for being here. «2001 թվականին Աֆղանստանում ռազմական օպերացիայի մեկնարկից ի վեր առաջին անգամ ամերիկացիների մեծ մասը համաձայնել է, որ պատերազմը սխալմունք էր։ Այս մասին են վկայում Gallup ընկերության հարցման արդյունքները, ինչպես ցույց է տվել հետազոտությունը, հարցման մասնակցած բնակիչների 49%-ը դրական պատասխան է տվել հետևյալ հարցին. Ինչ եք կարծում, Միացյալ Նահանգները սխալ է արել, որ 2001-ին Աֆղանստան զորք է ուղարկել։ Բացասաբար է պատասխանել հարցվածների 48%-ը, մինչդեռ 2001 թվականին հարցվածների 89%-ն հայտարարել էր, որ դա սխալմունք չէ։ Հարցումը անցկացվել է փետրվարի 6-ից 9-ը։ Հետազոտությանը մասնակցել է բոլոր նահանգներից 18-ից բարձր տարիքի 1023 ամերիկացի։ Հիշեցնենք, որ դաշնակիցների օպերացիան Աֆղանստանում սկսվել է 2001-ի հոկտեմբերի 7-ին։ Ջեյմս Հոմսով 2012 թվականի հուլիսին սպանդ էր իրականացրել Քոլորադոյի Արորա քաղաքի կինոթատրոնում այցելուների վրա, պետք է կրկնակի հոգեբուժական փորձաքննություն անցնի։ Նման վճիռ է կայացրել այդ գործով դատավոր Քարլոս Սեյմուրը։ Այսպիսով 26-ամյա Հոմսի դատը կրկին հետաձգվում է անորոշ ժամանակով։ Նախորդ ամռանը իրականացրած փորձաքննությունը դատավորի հայտարարությամբ հստակ պատասխան չի տվել այն հարցին, արդյոք դատապարտյալը գիտակից վիճակում է կատարել հանցագործությունը։ Կրկնակի փորձաքննությունը կանցկացվի նույն հիվանդանոցում, սակայն այլ բժիշկների կողմից։ Հարցը վերջին հաշվով կքննարկվի ատենակալների ժյուրիի կողմից, որն էլ որոշում ընդունելիս կղեկավարի փորձաքննության արդյունքներով։ Եթե ատենակալները համարեն, որ հանցագործությունը կատարելիս մեղադրյալը եղել է ոչ գիտակից վիճակում, նա կարդարացվի եւ կուղարկվի հոգեբուժարան։ Հիշեցնենք, որ Հոմսը 2012-ի հուլիսի 20-ին սպանել էր 12 մարդու, եւս 58-ին վիրավորել։ Բեռնանավի վրա 2 ամերիկացիներ են զոհվել, դիտենք տեսանյութը։ Անվտանգության 2 ամերիկացի աշխատակիցներ հայտնաբերվել են մահացած Merckx Alabama բեռնատար նավի վրա։ Այս մասին հայտնել է Սեյշելյան կղզիների ոստիկանությունը, որի նավահանգստում կանգնած է եղել բեռնանավը։ Ամերիկացիները եղել են անձնակազմի անդամներ եւ պատասխանատու են եղել անվտանգության եւ բեռի ապահովման համար։ Նրանց անունը չի հաղորդվում, սակայն հայտնի է, որ նախկինում ծառայել են ռազմածովային ուժերում։ Այս շաբաթ դիահերձում կկատարվի պարզելու 2 44-ամյա տղամարդկանց մահվան պատճառը։ Քննությունը դեպքի առթիվ շարունակվում է։ 2 տղամարդիկ աշխատում էին Վիրջինիայում գտնվող Trident Group ընկերությունում։ Ընկերության խոսնակն ասել է. «Մենք ցնցված ենք պատահարից, գաղափար չունենք, թե ինչ կարող է պատահած լինել»։ Նշենք, որ 2009 թվականին Սոմալիի ծովահենները Աֆրիկայի արևելյան ափին նավը առևանգելու փորձ էին կատարել։ 2013 թվականին նկարահանված «Կապիտան Ֆիլիպս» ֆիլմը նկարահանված է այս պատահարի հիման վրա։ Պայմանագրային անվտանգության աշխատակիցներ վարձելը ծովահենների դեմ ուղղված ծրագրի մի մասն է կազմում, ովքեր պետք է պաշտպանեն նավը եւ նավի անձնակազմը, ասել է Առափնյա անվտանգության ծառայության տնօրեն Սփիերսը։ Սիրելի հեռուստադիտողներ, դուք ինքներդ էլ կարող եք դառնալ AMG News-ի թղթակից եւ մեզ ուղարկել ձեր նկարահանած արտակարգ պատահարների տեսագրությունները կամ լուսանկարները։ Լավագույնները կցուցադրվեն մեր եթերում։ Լոս Անջելեսի միջազգային օդանավակայան ժամանած ինքնաթիռի 9 ուղևորներ թռիչքի ընթացքում իրենց վատ են զգացել։ Լոս Անջելեսի ՀՇ ծառայության փոխանցման բոլոր տուժածները դեռահասներ են, որոնք ճամփորդում էին միասին։ Նրանք թռիչքի ընթացքում ինչ-որ բան են կերել եւ վատացել։ Դելտա ավիաընկերության թիվ 1392 չվերթի ինքնաթիռը ժամանել էր Գուատեմալայից եւ վայրեջք էր կատարել թիվ 5 տերմինալում, որից հետո փրկարարները դեռահասներին Ստամոքս աղիքային խանգարման ախտանշաններով տեղափոխել են հիվանդանոց։ Ավելի ուշ բոլորն էլ դուրս են գրվել հիվանդանոցից։ Ավիաընկերությունը խոստացել է պարզել թունավորման պատճառը։
Դատապարտյալներին տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել Downtown Los Angeles-ում։ Վթարը տեղի ունեցել 3 կեսօրից հետո Twin Towers բանտի մերձակայքում։ Միջադեպի պահին մեքենայում 38 դատապարտյալներ և 2 պահակներ են եղել։ Caesar Chavez Avenue-ի և Pleasant Avenue-ի խաչմերուկում մեքենան բախվել է մարդատար մեքենայի հետ։ Դրանից հետո վարորդը կարողացել է մեքենան վարել և հասնել բանտ։ 24 դատապարտյալներ բուժօգնություն են ստացել բանտի բուժկետում։ Լոս Անջելես Քաունթի շերիֆի գրասենյակի փոխանցմամբ վթարի հետևանքով ոչ ոք լուրջ վնասվածքներ չի ստացել, թեթև վնասվածքներ են ստացել նաև շերիֆի աշխատակիցները։ Կալիֆոռնիայի ճանապարհային ոստիկանությունը հետաքննություն է սկսել պարզելու միջադեպի հանգամանքները։ Գլենդելում գողերը թանկարժեք իրեր, կրեդիտ քարտեր և գումար են գողացել 2 տարբեր առանձնատներից։ Ոստիկանության ներկայացուցիչ Թեյնի Լայթֆութի խոսքով գողությունը տեղի ունեցել նախօրեին երեկոյան ժամը 6-ից 7 ընկած ժամանակահատվածում 700 Portola Avenue և 1200 North Everett Street հասցեում գտնվող տներից։ Portola փողոցում գողերը տուն են մտել տան շքամուտքից և իրենց հետ տարել գումարը և թանկարժեք իրեր։ Everett-ում նրանք տուն են մտել հետնամուտքից, որից հետո միացել է տան ազդանշանային համակարգը։ Գողերը պոկել են ազդանշանային համակարգը և նետել լոգարանը։ Ոստիկանության փոխանցմամբ իրավապահները այժմ փորձում են պարզել գողոնի չափը։ Կասկածյալներին բռնելու համար հետաքննություն է իրականացվում։ Արիզոնայի բանտում զինվորը ինքնասպան է եղել, դիտենք մանրամասները։ Արիզոնայի Թուսան քաղաքի բանտում կախվելու միջոցով ինքնասպան է եղել զինված ուժերի նախկին զինծառայող Սթիվեն Դեյ Գրինը, որը դատապարտվել էր Իրաքի 14-ամյա բնակչուհու բռնաբարության և սպանության համար։ Նրա դին գտել են փետրվարի 15-ին, սակայն տեղեկատվությունն օրեր անց է տարածվել։ Տեղական իշխանությունները չեն մանրամասնել միջադեպի հանգամանքները։ Հայտնի չէ նաև արդյոք կախվածի մոտ գրառում եղել է թե ոչ։ Գրինը դատապարտվել էր 2006 թվականի մարտի 12-ին Իրաքի Մահմուդիա քաղաքում կատարած հանցագործության համար։ Ալկոհոլի և թմրանյութի ազդեցության տակ նա ծառայակիցների հետ ներխուժել էր տեղացիներից մեկի տուն։ Գրինը սպանել էր 14-ամյա աղջկա հորը, մորը և կրտսեր քրոջը, իսկ աղջկան բռնաբարել էին 5 զինվորներով։ Ապա Գրինը սպանել էր աղջկան, իսկ դին այրել։ 2006 թվականին Գրինին հեռացրել էին ծառայությունից հոգեկան խանգարման համար, մեղադրել սպանության մեջ։ 2009 թվականին Գրինը դատապարտվել էր 5 ցմահ բանտարկության։ Սկզբում նա գտնվում էր Ինդիանայի բանտում, բայց 2010 թվականին տեղափոխվել էր Արիզոնա դատապարտյալների հետ կռիվների պատճառով։ Արիզոնայի բանտում նա կրկին խնդիրներ էր ունեցել։ Հերթական կռվից հետո նրան կարծր էին տեղափոխել, որտեղ էլ նա կախվել է։ Գրինի ծառայակիցները ևս տևական բանտարկության էին դատապարտվել։ Այժմ գովազդ մեր եթերում։ Եթե ուզում եք ձեր հանգիստը ուրախ անցկացնել, ընտանիքներով, երեխաներով եկեք դուք այստեղ։ Ես ձուկ եմ բռնում։ Եկեք, համեցեք, իշխանը Սևանի ձեր գալն է սպասում։ Հայաստանի պես մեծ բակ է կարծես։ Քո երեխային կարող ես թողնել ու հանգիստ սրտով գործի անցնել։ Ես չեմ ուզում տուն գա, ես ուզում եմ շատ մնալ։ Մայրիկ, ինձ ասա, էլի ենք գալու։ Թե կուզեք նորից երեխային բերել, հիշեք անունը։ Չքնաղ Թրաուդել։ Բարձրաճաշակ լավագույն հագուստ տղամարդկանց համար։ Կոստյումներ, սմոքինգներ, պիջակներ, կոշիկներ, լավագույն հանրահայտ ապրանքանիշների կոստյումներ միայն մեզ մոտ։ European Suits։ Մեր փորձառու դերձակները կհարմարեցնեն ձեր չափսերը։ 609 West Glenox Boulevard, Glendale։ Հեռախոս 818 599 53։ Առաջարկում ենք հատուկ զեղչեր սիրահարների օրվա կապակցությամբ։ Dream Cars ավտոկենտրոնը առաջարկում է նոր և օգտագործված ավտոմեքենաների հարուստ տեսականի։
400 South Central Avenue, Glendale, California, Central եւ Elk փողոցների հարևանությամբ։ Հեռախոս 818 543 0063 Dream Cars երազանքի ավտոմեքենաներ։ Հիվանդանոցից դուրս գրված հիվանդը առավել ուշադրության եւ խնամքի կարիք ունի։ Windsor Gardens Healthcare Center of the Valley հաստատությունը առաջարկում է իր ծառայությունները՝ ֆիզիկական, աշխատանքային վնասվածքների թերապիա, շնչառական բարդություններ, խոսելու դժվարության թերապիա։ Այստեղ կատարում են նաև ետվիրահատական խնամք, գոյացած վերքերի բուժում, ուղեղի կաթվածի հետևանքների կանխարգելում, խնամք շաքարախտի եւ այլ հիվանդությունների դեպքում։ Մեր հաստատությունում հիվանդը կզգա իրեն ինչպես իր սեփական տանը, բժշկի եւ հոգատար քույրերի հսկողության ներքո։ Սնունդը տրվում է ըստ պահանջի։ Ունենք մարմնամարզության եւ խաղերի ժամեր, թատրոն, կինո, հոգեվոր սնունդ։ Հավելյալ տեղեկությունների համար զանգահարել 818 985 5990 հեռախոսահամարով։ Չիմայան եւ MAC հաշվապահական գրասենյակները հայտնում են, որ տեղափոխվել են։ Նոր հասցեն Glendale 700 North Central Avenue, սենյակ 235։ Ձեր անձնական եւ բիզնեսի ողջ հաշվապահությունը վստահեք երկարամյա փորձ ունեցող հաշվապահ Սիլվար Չիմայանին եւ նրա պրոֆեսիոնալ աշխատակազմին։ Հարկային օրենքների գերազանց իմացության շնորհիվ նրանք ձեզ համար կխնայեն բավականին գումար տարեկան հարկերի վճարման ժամանակ։ Վստահ զանգահարեք Չիմայան եւ MAC հաշվապահական գրասենյակներ եւ չեք սխալվի։ Հայաստանի խորհրդարանի ԲՀԿ հայ հեղափոխական դաշնակցություն, հայ ազգային կոնգրես եւ ժառանգություն խմբակցությունները այսօր կրկին հավաքվել են քննարկելու վարչապետ Տիգրան Սարգսյանին առաջիկա քառօրյա նիստում անվստահություն հայտնելու նախաձեռնությունը։ Թեպետ բավական ուրախ բանակցություններին 4 ուժերին այդպես էլ չի հաջողվել ընդհանուր հայտարարի գալ եւ նույն հարցով առաջիկայում կրկին հավաքվելու են։ Այս ուժերին հաջողվել է պայմանավորվել միայն գազի գնի թանկացման հարցով միջնորդություններ ներկայացնելու շուրջ։ Բացի այդ, Լևոն Զուրաբյանի առաջարկով նրանք պայմանավորվել են քառօրյային ստորագրահավաք նախաձեռնել 2008 թվականի մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների ուսումնասիրման ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցի արտահերթ քննարկում նախաձեռնելու նպատակով։ Գյումրիում օրերս դանակահարության դեպք է գրանցվել այս անգամ Գյումրիի ներկայիս քաղաքապետ Սամվել Բալասանյանի աշխատակցի մասնակցությամբ։ Նախորդին շտաբօգնության մեքենայով Գյումրիի բժշկական համալիր է տեղափոխվել Սարգսյան փողոցի թիվ 47 տան բնակիչ 35-ամյա Արմեն Մելսիկի Տիգրանյանը։ Նա ձեռքի հատվածում ստացել է դանակի հարվածի վնասվածք, բժիշկ Գաբրիել Հակոբյանը փորձել է առաջին օգնություն ցուցաբերել տուժածին, սակայն վերջինս հրաժարվել է օգնությունից եւ ինքնակամ հեռացել հիվանդանոցից։ Դանակահարողը Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի գարեջրի կոմբինատի անվտանգության աշխատակիցներից մեկն է։ Դեպքը տեղի ունեցել հարսանիքի ժամանակ։ Դանակահարվողը դեմ է եղել հարսանիքին, դեբոշ է սարքել, ինչի հետևանքով էլ Արտյոմը դանակահարել է նրան։ Դեպքի առթիվ հարուցված է քրեական գործ, կատարվում է նախաքննություն։ Սամվել Բալասանյանի գարեջրի գործարանի աշխատակիցը դեռ որևէ կարգավիճակ չունի։ Երեք գիշեր միջադեպ է տեղի ունեցել Չարենցի փողոցում գտնվող Ակապելա կարաոկե ակումբում։ Ակումբում զվարճացող աղջիկները վիճաբանության են բռնվել միմյանց հետ, որը վերածվել է ծեծկրտուկի։ Այն աստիճանը իրավիճակը թեժացել, որ ստիպված են եղել միջամտել տարածքում գտնվող ոստիկանները։ Ընդ որում, ըստ ականատեսի, վերջիններս դրսից են լսել աղջիկների բղավոցները եւ դրանց հետքերով մտել ակումբ։ Վիճողներին հնարավոր էր եղել հանդարտեցնել միայն բերման ենթարկելով։ Պարզվել է, որ Երևան քաղաքի Սունդուկյան փողոցի բնակիչ 28-ամյա Այելիտա Միքայելյանը, Վանաձոր քաղաքի բնակիչ 24-ամյա Միլենա Եղիազարյանը եւ Ուկրաինայի քաղաքացի 37-ամյա Եվգենիա Գորիաևան դուրուդմփոց են սարքել։ Ոստիկանները աղջիկներին բերման են ենթարկել ոստիկանության Մարաշի բաժին։ Դեպքի կապակցությամբ նախաքննություն է ընթանում։ Ուկրաինայում իսկական պատերազմ է, դիտենք տեսանյութը։ Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում միայն այսօր տեղի ունեցած բախումների հետևանքով նախնական տեղեկություններով զոհվել է 67 մարդ։
Բերկուտը եւ նրանց սատարող սադրիչները ցուցարարների դեմ մարտական զենք են կիրառում, դիպուկահարները հեռվից բառացիորեն գնդակահարում են մարդկանց։ Ցուցարարները մտադիր չեն հանձնվել եւ բուռն կերպով դիմադրում են Յանուկովիչին եւ Ռուսաստանի կողմից հրահարվող հրոսակներին։ Դատաբժշկական փորձաքննության է ուղարկվել 67 դի, 1000-ից ավելի մարդիկ հրազենային վնասվածքներ են ստացել։ Միևնույն ժամանակ Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը տեղեկացրել է, որ 130 իրավապահներ հրազենային վնասվածքներով հոսպիտալացվել են, զոհված իրավապահների թիվը հասել է 13-ի։ Դիմակայությունը շարունակվում է Ուկրաինայի ողջ տարածքում։ Դնեպրոպետրովսկում խաղաղ բնակիչները կանգնել են երկաթուղու ռելսերի վրա եւ թույլ չեն տվել հատուկ ջոկատայինների շարժը դեպի Կիև։ Իշխող ռեգիոնների կուսակցության տասնյակից ավելի падգամավորներ եւ պաշտոնյաներ դուրս են եկել կուսակցությունից, Յանուկովիչին մեղադրելով եղբայրասպանության մեջ։ Ներքին գործերի նախարարը ոստիկաններին թույլատրել է մարտական զենք կիրառել ցուցարարների դեմ։ Անդրկարպատներում եւ բազմաթիվ այլ վայրերում Բերկուտի զինվորներն անցնում են ժողովրդի կողմը, ներողություն խնդրելով իրենց կատարածի համար։ Ցուցարարները նաեւ տասնյակ սադրիչների, այսպես կոչված տիտուշկաների են բռնել եւ պատժել։ Վերջիններս եւս ինտենսիվորեն զինվում են։ Եվրամիությունը պատժամիջոցներ է մտցրել ուկրաինացի պաշտոնյաների դեմ, քննարկվում է ՆԱՏՕ-ի խաղաղապահ զորք ուղարկելու հարցը։ Համարձակ կողոպուտ է կատարվել Ֆրանսիայի մայրաքաղաքում։ 3 կողոպտիչներ հարձակվել են Դղուա աճուրդի տան կազմակերպիչների վրա, որոնք թանկարժեք իրերը հատուկ ճամպրուկով տեղափոխում էին։ Հարձակումը կատարվել է աճուրդի տան մուտքի մոտ։ Արցունքաբեր գազի օգնությամբ նրանք տիրացել են մեծ արժեք ներկայացնող զարդերին եւ անհետացել։ Գողոնի նախնական արժեքը կազմում է շուրջ 300,000 եվրո։ Այժմ կողոպտիչների եւ նրանց հանցակիցների որոնումներն են կատարվում։ Ճապոնական Ֆուկուշիմա 1 ատոմակայանի օպերատոր ընկերությունն հայտարարել է, որ վթարային կայանում հայտնաբերվել է 1000 տոննա ռադիոակտիվ ջրի արտահոսք։ Արտահոսքը տեղի ունեցել ռեզերվուարներից մեկում, որտեղ պահվում է վթարային ռեակտորների համար նախատեսված ջուրը։ Ընկերության ներկայացուցիչն հայտարարել է, որ նման ռեզերվուարում պահվող ջրի բետա ռադիացիայի մակարդակը կազմում է 230 միլիոն բեկերել 1 լիտրի համար։ Վթարային կայանի օպերատորն հայտարարել է, որ արտահոսքը արդեն վերացված է եւ հավանականությունը, որ ռադիոակտիվ ջուրը կթափվի օվկիանոս, նվազագույն է։ Հիշեցնենք, որ Ֆուկուշիմա 1 կայանում վթարը տեղի ունեցել 2011 թվականի մարտի 1-ին երկրաշարժի եւ դրան հաջորդած ցունամիի ֆոնին։ Սոչիում կազակները ծեծել են Pussy Riot-ի մասնակիցներին։ 50 миллиардов получить! Есть пояса! Սոչիում կազակները խափանել են Pussy Riot-ի մասնակիցների երկրորդ փորձը նկարահանել հոլովակ։ Պուտինը կսովորեցնի քեզ սիրել հայրենիքը անունով։ Աղջիկների խոսքով տղամարդիկ հարձակվել են իրենց վրա, ծեծել մահակներով եւ մտրակներով, կիրառել են պղպեղի գազ։ Սոչի 2014 պաստառի մոտ Պուտինը կսովորեցնի քեզ սիրել հայրենիքը երգի ներքո կազակները հարձակվել են Pussy Riot-ի վրա, ծեծել են մտրակներով եւ պղպեղի գազ օգտագործել նրանց դեմ, հաղորդել է Տոլոկոնյեկովան։ Արդյունքում մասնակիցներից մեկի ունքն է պատռվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։ Խմբի մյուս մասնակիցների մարմինների վրա մահակների եւ մտրակների հարվածների հետքեր են մնացել։ Կոտրվել է Մարիա Ալյոխինայի մատը։ Ինչպես հաղորդում են խմբի 6 մասնակիցներ եւ օպերատորները, ակտիվիստների խոսքով հավաքվել են նավահանգստի մոտ տեսահոլովակ նկարահանել։ Երբ նրանք կանգնած էին Սոչի 2014 պաստառի մոտ, նրանց 20 կազակներ են մոտեցել։ Պուտինը կսովորեցնի քեզ սիրել հայրենիքը երգը նվիրված է քաղբանտարկյալներին, Օլիմպիադային եւ Ռուսաստանում ազատությունների սահմանափակմանը։ Հոլովակ նկարահանելու առաջին փորձը 3 է եղել, սակայն մասնակիցները չհասած նկարահանման վայր ձերբակալվել են ոստիկանության կողմից գողության մեղադրանքով։ Հարցաքննությունից հետո նրանց ազատ էին արձակել։ Շահել են Powerball վիճակախաղի 425 միլիոն դոլարի ջակփաթը։ Կազմակերպիչների խոսքով տոմսը վաճառվել է Կալիֆոռնիայի Միլփիթս քաղաքում։ Հաղորդվում է, որ առայժմ երջանիկ շահողը
չի հայտնվել։ Կալիֆոռնիայից եւս 2 մարդ երկրորդ մրցանակի արժանացել։ Հաղթող տոմսերում ընդամենը 6 թիվ է եղել՝ 1, 17, 35, 49, 54 եւ 34։ Այս կերպ Միլփիթս քաղաքի բնակիչը դարձել է պատմության մեջ 6-րդ ամենախոշոր շահման տերը։ Դա 4-րդ ամենախոշոր շահումն է։ Powerball վիճակախաղի ջաքփաթը վերջին անգամ նախորդ տարվա դեկտեմբերին էին շահել։ Powerball-ում ջաքփաթի հավանականությունը 1/175 միլիոն հարաբերակցությամբ է։ Զարդերի վաճառքով զբաղվող ամերիկյան երկու խոշորագույն ընկերություն Signet Jewelers եւ Zelle Corporation հայտարարել են, որ մտադիր են միավորվել։ Սպասվում է, որ Signet-ը Zelle-ի յուրաքանչյուր բաժնետոմսի դիմաց կվճարի $21։ Գործարքի ընդհանուր արժեքը գնահատվում է շուրջ 1.4 միլիարդ։ Վերլուծաբաններն կանխատեսում են, որ միավորված ընկերության տարեկան հասույթը կարող է հասնել 6.2 միլիարդ $։ Նշենք, որ 2013 թվականին Zelle-ի զուտ շահույթը կազմել է $10 միլիոն։ Մինչ այս մի քանի տարի շարունակ ընկերությունն աշխատել է վնասով։ 2013 թվականին Signet ընկերությունն ապահովել է $360 միլիոն զուտ շահույթ։ Ֆիլիպ Սիմոր Հաֆմանի կտակը հրապարակվել է։ Դիտենք տեսանյութը։ Հոլիվուդյան դերասան Ֆիլիպ Սիմոր Հաֆմանը, որը մահացել էր փետրվարի 2-ին հերոինի չարաշահումից, իր կարողությունը կտակել է նախկին ընկերուհուն, իր երեխաների մայր Մերիան Միմի Օ'Դանելին։ Կտակը դերասանը ստորագրել է 2004 թվականին։ Փաստաթուղթը ընթերցվել է չորեքշաբթի Նյու Յորքի դատարանում։ Փաստաթղթի համաձայն Օ'Դանելը կստանա մոտ $500,000, իսկ իր 9-ամյա որդի Քուփերը կկարողանա ստանալ իր բաժինը հատվածաբար 25 եւ 30 տարեկան դառնալուց հետո։ Բացի այդ, Հաֆմանը ցանկացել է որդուն մեծացնել Նյու Յորքում, Չիկագոյում կամ Սան Ֆրանցիսկոյում, սակայն անպայման Հոլիվուդի սահմաններից դուրս։ Այս խնդրանքը պայմանավորված է իմ ցանկությամբ, որպեսզի որդիս շրջապատված լինի մշակույթով, արվեստով եւ այդ քաղաքների ճարտարապետությամբ, ասվում է փաստաթղթում։ Ավելի վաղ Նյու Յորքի ոստիկանությունը հայտնել էր, որ Ֆիլիպ Սիմոր Հաֆմանին հերոինի վաճառքի համար կասկածվում է վաղամեռիկ Էյմի Ուայնհաուսի խմբի երաժիշտներից մեկը։ Իսկ այժմ ձեզ ներկայացնենք տպագիր մամուլի առավել ուշագրավ հրապարակումները։ The New York Times-ն հայտնում է, թե Նյու Յորքում առաջին անգամ անցկացվել է խոշորագույն երկնաքերի ազատության աշտարակի տանիքը ձյունից եւ խիստ ձմռան ընթացքում ձևավորված սառցե բեկորներից մաքրելու օպերացիա։ Օպերացիային մասնակցել են կոմունալ ծառայությունների ավելի քան 500 աշխատակիցներ եւ ոստիկաններ։ Ներքին Մանհեթենում, որտեղ վեր է խոյանում 541 մետրանոց շինությունը, փակվել է հարող փողոցներում եւ Հադսոն գետի երկայնքով անցնող մայրուղու հետիոտների եւ ավտոտրանսպորտի շարժը։ Օպերացիան տևել է մոտ 6 ժամ։ Ներքին Մանհեթենում այն առաջացրել է տրանսպորտային քլապս։ Խցանումների մեջ են հայտնվել տասնյակ հազարավոր ավտոմեքենաներ։ Քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները վստահեցրել են, որ առաջիկա տարիներին շենքի տանիքը սառույցից մաքրելու աշխատանքները այլևս բացասաբար չեն անդրադառնա քաղաքի կյանքի վրա։ The USA Today փոխանցման մոլորակի ամենախելացի մարդկանց միավորող Mensa միջազգային կազմակերպությունը են ընդունել 3-ամյա Ալեքսիս Մարտինին, Արիզոնայի Queen Creek քաղաքից, ով դեռ նույնիսկ մանկապարտեզ չի գնում։ Թեստերը ցույց են տվել, որ նրա ինտելեկտի գործակիցը 160 միավոր է, այն դեպքում, երբ միջինը 100 միավոր է։ Աղջկա հայրը խոստովանել է, որ իր դուստրը արդեն իսկ իր տարիքի համար յուրահատուկ մտավոր ունակություններ է ցուցաբերում։ Ալեքսիսը կարող է կարդալ 5-րդ դասարանի աշակերտների մակարդակով, անգիր գիտի բոլոր նահանգների մայրաքաղաքները, ցույց է տալիս պետությունները աշխարհի քարտեզի վրա եւ նույնիսկ տիրապետում է իսպաներենի բազային գիտելիքներին ծնողների iPhone-ի օգնությամբ։ Հոր խոսքով նրանք կնոջ հետ առաջին անգամ նկատել են աղջկա մտավոր ունակությունները, երբ նա 1 տարեկան հասակում պատմել է քնից առաջ իր համար կարդացած հեքիաթը։
Le Monde-ն հայտնում է, թե կարծիք կա, որ սոցիալական ցանցերում հարյուրավոր ընկերներ ունեցողները երջանիկ եւ ճանաչված են, սակայն իրականում դա կարող է հակառակի մասին վկայել։ Ուսումնասիրության շրջանակներում Մեյն նահանգի գիտնականներն համեմատել են ավելի քան 16000 մարդկանց։ Պարզվել է, որ մարդիկ, ովքեր ժամանակի հետ ավելի հաջողակ եւ երջանիկ են դարձել, ժամանակին չշփվող են եղել եւ ընկերների կարիք են ունեցել։ Գիտնականները պնդում են, որ գալիս է մի պահ, երբ այդ մարդիկ զգում են, որ նոր հարաբերությունների կարիք չունեն։ Այսօր այսքանն ենք, նախատեսել կհանդիպենք վաղը։ Դիտեք մեզ AMG հեռուստաընկերության եթերում եւ դուք տեղեկացված կլինեք։